Դուք լսում եք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում ԱՊՀ պետությունների ազատ առևտրի գոտի, թե արևելյան գործընկերություն, Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունը, հայ փաստաբանն ընդդեմ Ադրբեջանի, սողանքի գոտին դեռ վտանգավոր է։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին 2 տասնյակից ավելի հարցեր։ Կառավարությունների ղեկավարները նախ ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը, որոնց շուրջ մինչև այժմ քննարկումներ եւ խորհրդակցություններ են անցկացվել անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից։ Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման եւ դրա շրջանակում մինչև 2020 թվականն իրականացվելիք ծրագրերի երկրորդ փուլում 2012-ից 2015 թվականների ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։ Անի Գյուրջինյանի անդրադարձը։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համադաշնության տարածքում ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր են ստորագրել։ Այսպիսին է բազմաժամյա հանդիպման արդյունքը, որը կայացել է հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում։ Մինչև ուշ գիշեր վարչապետները քննարկում էին նոր համաձայնագրի դետալները։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի մասնակիցների խոսքով նոր պայմանագիրը պետք է հիմք հանդիսանա ավելի խորը ինտեգրման համար, հենակետ Եվրասիական տնտեսական միության ստեղծման համար։ Այդպիսի միջամտության գաղափարն առաջ էր քաշել ու հիմնավորել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Իզվեստիա թերթին տված իր վերջին հարցազրույցում։ ԱՊՀ շրջանակներում առևտրի կանոնների մասին չէին կարողանում պայմանավորվել ավելի քան 10 տարի։ Առաջին պայմանագիրը, որը ստորագրվել է 1994 թվականին, փաստորեն չէր աշխատում։ Մի շարք երկրներ այն այդպես էլ չվավերացրին, քանի որ այնտեղ չափից ավելի շատ ոչ շահութաբեր դրույթներ կային։ Այնուամենայնիվ, ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է տարեց տարի։ 2011 թվականին առաջին կիսամյակի տվյալներով այն կազմել է $134 միլիարդ, ինչը 48%-ով ավելի բարձր է անցյալ տարվա ցուցանիշներից։ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումը նախատեսվում էր դեկտեմբերին, երբ Մոսկվայում կայանալու է համադաշնության 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը։ Սակայն ԱՊՀ երկրների կառավարությունների նախագահները կարողացան քիչ ավելի շուտ պայմանավորվել։ Այս փաստաթուղթը զարգացնում է առևտրատնտեսական կապերը հետսովետական տարածքում, նկատեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Պայմանագրի ընդունումը թույլ կտա վերացնել բազմաթիվ պատնեշներ ու նոր որակական քայլ առաջանել մեր պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։ Ընդհանուր առմամբ դա ամուր բազա կստեղծի համադաշնության երկրների հետագա կատարելագործման համար։ Մեր երկրների առջև զարգացման նմանատիպ խնդիրներ են դրված։ Անհրաժեշտ է գտնել աճի աղբյուրներ ԱՊՀ ողջ տարածքում։ Այդպիսի աղբյուրներից մեկն էլ հանդիսանում է ինտերգրումը։ Համաձայն նոր պայմանագրի ԱՊՀ երկրները միմյանց առջև բացում են շուկաներ, հանում առևտրի համար սահմանափակումներ, վերացնում արտահանումային եւ ներկրումային տուրքերը ապրանքների որոշ խմբերի համար։ Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծեց, որ ազատ առևտրի գոտին չի հակասում առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին ու նորմերին։ Նոր պայմանագրից տնտեսական օգուտն ակնհայտ է, նշում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Մենք գտել ենք այն լուծումները, որոնք թույլ կտան ստեղծել ազատ առևտրի արդյունավետ գործող գոտի մեր համագործակցության շրջանակներում։ Դա նշանակում է նոր աշխատատեղերի առկայություն, մեր ձեռնարկությունների զարգացման հնարավորություններ։ Դա հատկապես կարևոր է այսօրվա անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակում։ Հանդիպման մասնակիցները համոզված են, որ ազատ առևտրի մասին պայմանագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացման համար։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ մենք հետաքրքրված ենք բոլոր ինտեգրացիոն պրոցեսներով։ Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ երկրների փոխկապվածությունը մեծանում է։ Անհրաժեշտ է ժամանակակից հարթակներ ստեղծել, որոնք թույլ կտային ինտեգրվել նաեւ մեր տնտեսություններին։ Մենք համոզված ենք, որ ստորագրված փաստաթուղթը նոր ազդակ է հաղորդելու մեր երկրներում ինտեգրացիոն պրոցեսներին ու տնտեսական աճին։ Այսօր Մաքսային միության երկրների Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի կառավարությունների նախագահները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին հռչակագրի նախագիծը։ Այս մասին են հաղորդում Ռուսաստանի կառավարության աշխատակազմից։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի, Բելարուսի ու Ղազախստանի նախագահները միության մասին փաստաթուղթը կստորագրեն արդեն այս տարվա դեկտեմբերին։ Եվրասիական տնտեսական միությունը նոր փուլ է հանդիսանալու Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի ինտեգրման գործում, որոնք արդեն ստեղծել են Մաքսային միությունը, իսկ 2012-ի հունվարի 1-ից մեկնարկ են տալիս միասնական տնտեսական տարածության գործունեությանը։ Անի Գյուրջինյան, Արմ ռադիո։
Այսօր մեր ստուդիայում հյուրընկալել ենք քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին, որի հետ զրուցելու ենք ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի շուրջ, որը ստորագրել են ԱՊՀ անդամ պետությունները, այդ թվում նաև Հայաստանը։ Բարև ձեզ, պարոն Իսկանդարյան։ Պարոն Իսկանդարյան, խնդրում եմ մեկնաբանեք այն դրույթը, որ հնչեցվել է Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրման արարողությանը, այն է, ԱՊՀ ազատ առևտրի մասին պայմանագիրը չի խոչընդոտում առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության նորմերին։ Դրանք կարող են համադրվել, թե հակասում են միմյանց։ Там есть моменты, в которых они могут противоречить друг другу, но проблема в том, что подписание договора не означает вступление в силу этого договора. Договор существует с 1994 года. Каким-то образом он работал, хотя он не был всеми странами подписан и ратифицирован, и не является подписанным и ратифицированным сейчас. Была выражена надежда, что эти страны до 1 января, все эти страны, да, там на самом деле не все страны СНГ, 3 страны СНГ, это Узбекистан, Туркменистан и Азербайджан не участвовали в подписании этого договора, что этот договор будет, да, ну и, конечно, Грузия тоже не участвует, ибо она не член СНГ, что этот договор будет ратифицирован всеми этими странами до 1 января, в чем я, честно говоря, сомневаюсь, но в общем и целом, какое-то свободное движение капиталов и товаров внутри этого пространства было, и очевидно, что в каких-то лакунах будет улучшение, но что это коренным образом перевернет ситуацию, может быть, было бы правомочно говорить об этом в отношении Белоруссии и Казахстана, может быть, могут быть какие-то надежды в отношении Украины, Кыргызстана там, и других стран. А вот можно я вас прерву по поводу Украины? Խոսքը գնում է արևելյան գործընկերության մասին, որում ընդգրկված են 6 պետություններ, այդ թվում նաև Բելարուսը եւ Ուկրաինա, սակայն Ուկրաինային վերջերս առաջարկ էր արվում անդամակցել Եվրոպայի ազատ առևտրի գոտուն, որը խափանվեց այդ process-ը ինչ-ինչ պատճառներով եւ ի վերջո Ուկրաինան անդամակցում է ԱՊՀ ազատ առևտրի գոտուն եւ այստեղ որն է տարբերությունը եւ առավելությունները միգուցե Ուկրաինայի համար? Украина это отдельный случай. Украина и Беларусь это отдельный случай. Но про Белоруссию не будем сейчас. А в случае Украины приход к власти Януковича, то, что там происходит сейчас, арест Тимошенко, а теперь осуждение Тимошенко, оно очень плохо влияет на украино-европейские отношения. Поэтому там есть конкуренция интересов. Другое дело, Украина это не Армения, Украина страна, ну, во-первых, огромная, во-вторых, стратегически важная, и в-третьих, напрямую граничащая с Европой. Поэтому, каким образом это с Украиной разрешится, не очень понятно, там будет борьба. Что же касается, я все-таки позволю себе договорить, что касается конкретно Армении. Армения находится в особом положении по отношению со всеми государствами, которые подписывали этот договор. Дело в том, что у Армении с остальными странами договора нет общих границ. Армения отделена от вот этой остальной, от России, так если говорить, да, она отделена Азербайджаном и Грузией. Грузия и не будет членом этого дела, даже если представить, что Азербайджан подпишет, что пока мест не так, то понятно, да, что Азербайджаном мы тоже изолированы. А в таком случае возникает проблема границ. И проблема того, в какое поле мы входим, если у нас нет общих границ. Поэтому я думаю, что какие-то вещи там могут быть, но коренного изменения ситуации быть не может. И в этом смысле мы можем вполне продолжать политику, так сказать, взаимодействия с европейцами и вхождения в европейское поле. Այսինքն Հայաստանի համար ավելի նախընտրելի արևելյան գործընկերություն մասնակցության ձևաչափը, քան ԱՊՀ առևտրի. Я вообще не вижу, что этот выбор стоит. Лучше всего по этому поводу сказал в одном из интервью, по-моему, вчера посол Англии, Британии в Армении Чарльз Лонсдейл. Он сказал, что есть люди, которые полагают, что обязательно есть соперничество, если ты сближаешься, предположим, с НАТО на военной структуре, то ты обязательно должен удаляться от ОДКБ. Вот это не так. На самом деле это можно взаимодополнять и быть в двух пространствах одновременно. Другое дело, что это для Армении осложнено вот географическим положением. Вот отсутствие границы есть проблема. Куда мы входим? Ну, хочется надеяться, что не так. У этого, конечно, есть огромная составляющая предвыборной российской кампании. И то, что сейчас это происходит, гигантская, мощная составляющая, это российское внутриполитическое поле. Какие-то вещи могут быть, там некоторые армянские товары на русском рынке могут чувствовать на российском рынке
вряд ли серьезная связь есть между армянским и, скажем, кыргызским рынком, да. То есть какие-то товары, какие-то услуги, может быть, получат преференции, но, повторюсь, переворота тут быть не может, поэтому и серьезного настоящего противоречия быть не может. Դուք լսեցիք քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունը ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի վերաբերյալ։ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ֆրանսիա, Ռոբերտ Բրատկեն, ԱՄՆ եւ Իգոր Պապովը Ռուսաստան հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կլինեն Երևանում։ Այդ մասին News.am-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Համանախագահները հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները այցելելու են նաեւ Ադրբեջան։ Ադրբեջանական պատվիրակությունը նեղ վիճակում է հայտնվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում։ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ջանքերին հակառակ չի ընդունվել քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից առաջարկված Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևը։ Ավելին, այն դուրս է բերվել վեհաժողովի օրակարգից։ Այդ մասին այսօր ազգային ժողովում կայացած ասուլիսում հայտարարեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը։ Իսկ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այս նստաշրջանում հայկական կողմի համար իրավիճակը դրականորեն փոխվել էր, քանի որ վեհաժողովի ղեկավար կազմն էր փոփոխվել։ Նրա խոսքով ադրբեջանական պատվիրակությունը բավականին ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ եւ չի կարողանում նորմալ աշխատել, եւ չի տիրապետում անգլերենին ու ռուսերենին։ Նրանք չեն կարողանում նորմալ շփվել նստաշրջանի ընթացքում, երբ շատ հազվադեպ են մասնակցում վեհաժողովի աշխատանքներին, փոխանցեց Ստյոպա Սաֆարյանը։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր Ալավերդի Վրաստանի ճանապարհին տեղի ունեցած փլուզման պատճառները, երևույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը Արմ ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Սողանքի գոտին դեռ վտանգավոր է։ Սողանքի ակտիվացման եւ փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գործընթացները, ջուրը, որի երկարատև եւ անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավացրել է կավային ապարների շերտը եւ բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը։ Խորհրդակցության վերջում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին եւ դեպետ գետին։ Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ եւ վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին։ Ինչ վերաձևավորումներ կարող են լինել քաղաքական դաշտում նախընտրական տարում, ինչպիսին կլինի քաղաքական խաղատախտակը այս եւ հաջորդ տարի, այս եւ այլ հարցերի շուրջ Հենարան ակումբում խոսեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Մանրամասները Զարուհի Մեջլումյանի ռեպորտաժում։ Երկրորդ նախագահի վերադարձից մինչև Ղարաբաղյան հարց, ահա այն թեմաների շրջանակը, որոնց մասին խոսեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, բանախոսը նշեց. Поднятый в армянской прессе в результате одного небольшого интервью, которое дал господин Кочарян, этот шум, он газетный. Что происходит в реальности, я, например, не знаю. Роберт Кочарян делал какое-то заявление о том, что он войдет в политику. Он говорил, что он будет участвовать в парламентской гонке. Он говорил, что он собирается рядовым депутатом становиться. Он говорил, что он будет... Ничего такого не произошло. Հարցին թե ինչ կլինի, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լքի կոալիցիայի շարքերը։ Քաղաքագետը նշեց, որ կանխատեսումներով ու սուրճի մրուրի վրա գուշակություններ անելով չի զբաղվում, այդուհանդերձ։ Бարգавач Հայաստան возьмет большинство голосов в парламенте и победит республиканцев. Мне это кажется очень сложно. Вряд ли это можно сделать за оставшиеся 6-7 месяцев. Քաղաքագետը հերքեց այն լուրերը, թե Բարգավաճ Հայաստանի տարանջատումը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից որևէ կապ ունի երկրորդ նախագահի հավանական վերադարձի հետ։ Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեն որևէ ամբիցիա չի պարունակում, այն բավական վտանգավոր փաստաթուղթ է։ Այս մասին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, նկատելով, որ դրանում չի տեսել կառավարության ցանկությունը ինչ-որ բան անել, իսկ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը մեծ է։ Համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական կազմակերպություններն ահազանգում են, որ եթե Հունաստանը եւ ԱՄՆ-ն բարձրացնեն արտաքին պարտքի շեմը, ապա դա անխուսափելի է։ Որքանով կարող է այս ամենն ազդել Հայաստանի տնտեսության վրա եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկել հնարավոր ազդեցության հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Այս հարցերի շուրջ տնտեսագետներ Վահագն Խաչատրյանի եւ Գրիգոր Հայրապետյանի դիտարկումները ներկայացնում է Աննա Գզիրյանը։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն թողեց մի շարք պետությունների վրա։ Որոշ երկրների արտաքին պարտքն ավելացավ, ոմանց արտահանման ներմուծման ծավալները կրճատվեցին, զբաղվածության շուկայում բարձրացավ գործազրկության մակարդակը եւ այլն։ Սակայն ճգնաժամի մասին անցյալում խոսելը դեռ վաղ է, քանի որ շատ փորձագետներ խոսում են տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին։ Տնտեսագետ Գրիգոր Հայրապետյանը նկատեց, որ սա բնավ նորություն չէ, ու դրա մասին զգուշացնում էին դեռ նախորդ համաշխարհային տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո։ Տնտեսագետները ինչու են ակնկալում, որ երկրորդ ալիքը ներկայումս ավելի շատ հավանական է, քան ասենք 1 տարի առաջ էր։ Ամբողջ խնդիրը կայանում է Եվրոպայում տարբեր երկրների, համեմատաբար թույլ զարգացած երկրների պետական պարտքի մակարդակի հետ։ Հունաստանն է առաջին հերթին, հետո ասենք Պորտուգալիան։ Տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի ազդեցությունն առավել խորն է լինելու, որովհետև դեռ առաջինի հարվածներից եվրոպական երկրները չեն հասցրել ամբողջապես վերականգնվել, փաստում է փորձագետը։ Մենք ունենք թույլ կողմեր ունեցող Միացյալ Նահանգների տնտեսություն, եթե նախկինում Միացյալ Նահանգների տնտեսությունը բավական ուժեղ էր եւ կարող էր ինչ-որ կերպ չեզոքացնել Եվրոպայում որոշակի ֆինանսատնտեսական ճգնաժամը, ապա այս դեպքում մենք ունենք արդեն թույլ համաշխարհային տնտեսություն։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանի տնտեսության վրա։ Գրիգոր Հայրապետյանը նշեց, որ ազդեցությունն առաջին հերթին կլինի տրանսֆերտների հատվածում։ Խոսելով ճգնաժամի հետևանքների մեղմացման մասին, Գրիգոր Հայրապետյանն ասաց, որ միակ տարբերակը արտաքին պարտքն ավելացնելն է, քանի որ Հայաստանի արտաքին պարտքի ծավալը չի գտնվում վտանգավոր շեմում։ Ի տարբերություն Գրիգոր Հայրապետյանի, Վահագն Խաչատրյանը գտնում է, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու լավագույն միջոցն է տնտեսության առողջացումը։ Հիմա նորից 2011 թվականը եկել ենք այն տեսակետի, որ հարկավոր է արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն վարել, որը նշանակում է մենք պետք է ունենանք այնպիսի արտադրանք, որ մրցունակ լինի աշխարհում։ Այսինքն մենք կորցրել ենք շուկաներ եւ հիմա փորձում ենք այդ շուկաները վերականգնել։ Վահագն Խաչատրյանը կարևորեց բիզնեսի մեկնարկային փուլում ընթացակարգերի դյուրացմանն ուղղված պետական միջոցները, որոնք կարող են խթանել գործարար ակտիվությունը։ Փորձագետը տեսնում է որոշ առաջընթաց, սակայն այն անբավարար համարում։ Դրանից բացի անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացում, ստվերի կրճատում, կոռուպցիայի դեմ պայքար, հավասար մրցակցային պայմաններ։ Այն ամենը, ինչ լսում ենք վաղուց ու բազմիցս եւ ինչն առայժմ բարի ցանկությունների հարթությունում է գտնվում։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ընտրական տարվան ընթരാճ այսօր խոսել է մարդու ընտրական իրավունքի մասին։ Պատմական էքսկուրս կատարելով նա նշել է, որ վերջին 15 տարիների ընթացքում ընտրախախտումների մեթոդները չակերտավոր կրկնապատկվել են։ Մանրամասնում է Զարուհի Մեջլումյանը։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը ընտրական իրավունքի խախտումներին դիմագրավելու մի քանի դեղատոմս նշեց, շեշտելով, որ դրանք նորություն չեն, որ շատ այլ երկրներ անցել են նույն ճանապարհով ու լուծումներ գտել։ Դրանցից մեկն օրինակ մարզերում գյուղերում քաղաքացիական խմբերի ստեղծումն է, որոնք նախօրոք մինչ ընտրությունները կծանոթանան ընտրողների ցուցակներին։ Բացի այդ, կարելի է ընտրություններից հետո տպագրել այն մարդկանց ցուցակները, ովքեր իրոք ընտրություն են կատարել, խուսափելու համար մեռած հոգիներից։ Ըստ Լարիսա Ալավերդյանի, ընտրակեղծիքները Հայաստանում սկիզբ են առել 1995 թվականից։ Այսպես կոչված կարուսիլը դա նեն թվում է թե գախնի երարում, դա բացերված ուղղակի մեկը տալիս են մյուսին ու այդպես գնում է։ 95 թվականի այդ առումով հատկանշական է, որ մենք փաստորեն 90-91 թվականներից հետո, երբ որ ժողովուրդը հավատաց, որ իր ձայնը լսելի է, ինքը կարող է իր կամքը փոխի քաղաքական համակարգը անշուշտ եղել են վճռական։ Սակայն ազգային ժողովի падգամավորը մեղքը չի բարդում միայն առաջին իշխանության վրա։ Չեմ ուզում, որ մենք լրիվ մեղքը բարձենք մեթոդների բերողների վրա։ Ես դա միշտ քննադատել եմ, ասում եմ, բայց կներեք, դրանից հետո 2 անգամ փոխեցինք իշխանություններ, այսպես ասենք առնվազն։ Լարիսա Ալավերդյանը հիշեց իր մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու օրը 2004 թվականի մարտի 1-ը, երբ հետընտրական թեժ շրջան էր, ձերբակալվում էին տասնյակ մարդիկ, բողոքարկվում էին ընտրության արդյունքները։ Չունեինք անգամ շենք, մեքենաներ, բայց փորձում էինք արձագանքել աշխատելով 24 ժամ։ Ալավերդյանը նշեց, որ իր համար անընդունելի են կուսակցությունների կողմից կատարվող բարեգործություններն առհասարակ, իսկ ընտրություններից առաջ մասնավորապես։ Բանախոսի կարծիքով դա նշանակում է պղծել, կեղծել մարդու գիտակցությունը։ Զարուհի Մեջլումյան, Արմրադիո։ 2 շաբաթ շարունակ ստուգայցեր Երևանի 12 համայնքներում։ Թարմ օդ ծրագրի շրջանակներում Կանաչաստան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ստուգայցեր Երևանի 12 վարչական շրջանների կրթական, առողջապահական եւ մշակութային հաստատություններում։ Ստուգայցերը 2 շաբաթ շարունակ կիրականացվեն հանրային վայրերում, ծխելն արգելող օրենքի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու եւ ծխախոտի ծխից զերծ միջավայրի ապահովման նպատակով։ Մանրամասնում է Լուսինե Նորեկյանը։
Թարմո ծրագրի իրականացման շրջանակներում Կանաչիստան հասարակական կազմակերպությունը նպատակ ունի հասարակության շրջանում հետևողականորեն բարձրացնել հակածխախոտային օրենքի մասին իրազեկությունը եւ այն կիրառելի դարձնել ոչ միայն 14 օր շարունակ, այլ յուրաքանչյուր օր, ասում է Կանաչիստան հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորուխյանը եւ ավելացնում. Այսօր ոստիկանները հստակ արդեն ստուգման թերթիկով, որը կազմվել է նախապես 2 ստեկ, այցելելու են նշված հաստատություններ, ստուգեն արդյոք այնտեղ ծխում են թե ոչ, եւ ստուգել հայտնաբերելու դեպքում որոշակի խախտումներ արդեն կդիմեն համապատասխան քայլերի։ Օրենքը սահմանում է, որ կրթական, առողջապահական եւ մշակութային հաստատություններում արգելվում է ծխախոտի վաճառքն ու օգտագործումը, իսկ տեսանելի վայրերում պետք է փակցված լինի ծխելու արգելքի մասին հայտարարություններ։ 2 շաբաթվա ստուգայցների իրականացման համար կազմակերպվել է ցուցակ, ըստ որի ոստիկանները օրենքով սահմանված կարգով կհետևեն հակածխախոտային օրենքի դրույթների կիրառմանը։ Մենք չենք փորձելու այսօր քարոզություն իրականացնել, այլ փորձել ենք դիտարկում իրականացնել։ Եթե կհայտնաբերվեն խախտումներ, մասնավորապես ծխախոտ օգտագործողներ այն վայրերում, որտեղ արգելվում է օգտագործել, առաջին հերթին կարծում եմ ոստիկանները կնախազգուշացնեն, սակայն կրկնվելու դեպքում անպայման կտուգանեն։ Կազմակերպությունը Թարմոր ծրագրի շրջանակներում այս տարի արդեն հասցրել է իրականացնել «Մեր սիրելի վայրերը» խորագրով արշավը, որի ընթացքում խրախուսական շնորհակալագրեր են հանձնվել ծխախոտի ծխից զերծ տրանսպորտային միջոցներին եւ հանրային սննդի վայրերին։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Երևանի Դվին հյուրանոցի սեփականատիրոջ հետ 2004 թվականին կնքված պայմանագրում պարտավորություններ նախատեսված չեն եղել, բացի այն հանգամանքից, որ նա պետք է կատարի $10 միլիոն ներդրում։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Նրա խոսքով հյուրանոցի սեփականատերը վերջերս պարտավորագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2014 թվականը պետք է կատարի նշված ներդրումները եւ նախատեսված տարեկան ներդրումները չկատարելու դեպքում կվճարի դրանց 12%-ի չափով տուգանք։ Ինչ վերաբերում է Երևանի կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցի ճակատագրին, ապա այն վաճառվել է աճուրդով, ինչը որևէ պարտավորություն չի ենթադրում։ Ըստ Սահակյանի, այդ հյուրանոցի սեփականատիրոջ կողմից շինարարության ավարտին պետք է հետամուտ լինի Երևանի քաղաքապետարանը։ Սևան հյուրանոցի առնչությամբ վարչության պետը նշեց, որ այն պետք է կառուցվեր 5 տարվա ընթացքում կատարվելիք ներդրումներով։ Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանը սեփականատիրոջը տրամադրել է շինարարության առաջադրանք, սակայն սեփականատերն այդպես էլ շինարարության նախագիծ չի ներկայացրել։ Սահակյանը հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի, քանի որ քաղաքապետը մի քանի ամիս առաջ հանդիպել է Սևանի սեփականատիրոջը։ Ինչ դեր ունի հայ համայնքը Գերմանիայի կյանքում եւ ինչ նշանակություն ունի այն Հայաստանի համար։ Գերմանահայ սփյուռքի ներկայացուցիչներից մեկը Գերմանիայի Ֆրայ համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար Ժիրայր Քոչարյանը կարծում է, որ հայկական համայնքն այդ երկրում դեռ նոր է կազմավորվում։ Դոկտոր Քոչարյանը այսօր հյուրընկալվել է Արմ ռադիոյի վերլուծաբան Տիգրան Պետրոսյանին։ Գերմանահայ գաղութը ձևավորվել է 1955-60-ական թվականներին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակ հայերի առաջին ալիքը հասավ Գերմանիա, որոնց գերակշիռ մասը Թուրքիայից էր գաղթել։ Միայն 90-ականներից արդեն համայնքը համալրվեց Հայաստանից եկած հայերով։ Այսօր Գերմանիայում հայերի իրական առավել շրջանառվող թիվը 40-ից 45 հազար է, թեև որոշ տվյալներով հայերի թիվը հասնում է նաև 70-ից 75 հազարի։ Ի տարբերություն հարևան Ֆրանսիայի, գերմանահայ համայնքն այսօր դեռևս կազմավորման փուլում է գտնվում, եւ անելիքներն այստեղ դեռ շատ ու շատ կան։ Այսօր հայ համայնքն առավել շատ մշակութային կյանքով է ապրում, համագործակցելով տեղի այլ համայնքների հետ, մասնավորապես հույների, ասորիների ու եզդիական գաղութների։ Եվ հենց այստեղ է, որ Ժիրայր Քոչարյանը խնդիր է մատնանշում. հայերն ինտեգրված չեն Գերմանիայի քաղաքական կյանքում, այնինչ թուրքերն ու քրդերը հնարավորինս ակտիվացնում են իրենց ազդեցությունը քաղաքական դաշտում, մասնավորապես ներգրաված լինելով ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններում։ Օրինակի համար դա կարծում եմ, որ կախված առաջի հերթին հենց թուրքերի քանակով, որը մոտավորապես 3 միլիոն են, 300-ից մինչև 350 հազար ապրում են Բերլինում, երկրորդը, որ նրանք ունեն պետական աջակցություն, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբ թուրքերը սկսեցին որպես աշխատավոր Գերմանիա գալու, պետություն ունեին եւ այդ պետությունը իրենց շատ լավ կազմակերպում է։ Այսօր էլ թուրքական համայնքները հենց կազմակերպվում են թուրքական դեսպանատան եւ հյուպատոսների միջոցով, իրենք պաշտոնյաներ ունեն, որ այդտեղ նստած աշխատավարձ են ստանում եւ այդ համայնքները ղեկավարում են։
Երկրորդը, որ հայերը, որ եկել են Թուրքիայից, նրանք էլ եկան որպես աշխատավոր, խնդիրը այսպես չի, որ գերմանացիները իրենք պիտի հրավերեին, թե ոչ, հայերը իրենք վիճակի չէին մտնել կուսակցությունների մեջ եւ արդյունքը սա է, որ մենք կուսակցություններում քիչ անդամներ ունենք, շատ չնչին հատուկ է եւ նրանք որևէ դեր չեն խաղում այսօր այդ կուսակցությունների մեջ։ Իսկ ի տարբերություն դրանց նաև թուրքերը որոշակի ղեկավար դիրքեր են զբաղեցնում նույն գերմանական կուսակցություններում։ Անշուշտ թուրքերն ու քուրդերը մեծ դեր ունեն, հենց օրինակի համար ասեմ կանանչները այսօր երրորդ ուժեղ կուսակցությունն են համարվում Գերմանիայում եւ ղեկավարը թուրք է։ Դուք նշեցիք, պարոն Քոչարյան, որ թուրքական դեսպանատունը անմիջականորեն կազմակերպում է համայնքը եւ այդ նույն քաղաքական դաշտի ներգրավվածությունը պայմանավորված է նաեւ թուրքական պետության կողմից։ Իսկ արդյոք չի կարելի հենց ներքից, ներքևից լինի, ներսից լինի այդ նախաձեռնությունը հայերի շրջանում։ Եթե հայկական դեսպանատունը բնականաբար չխառնվելով, հայերն իրենք փորձեն ներգրավեն քաղաքական դաշտ։ Տեսեք, հայ համայնքները Գերմանիայում շատ ավելի վաղեմիություն ունեն, քան Հայաստանի դեսպանատունը։ Եվ երբ որ դեսպանատունը սկսեց աշխատել, նախ Բերլինում Բոնում հետո եկավ Բերլին, արդեն համայնքները գոյություն ունեին եւ կային։ Եվ ես չեմ գիտի թե դեսպանատունը ինչ պիտի անի, բայց թե ինչ կարող է անի ընդհանրապես, թե ուզում է անի, սա էլ խնդիր է։ Ինձ ծանոթ չէ թե դեսպանատունը ինչ կարող անի եւ ինչ է ուզում անի։ Դեպքում ներսից հայերը թող իրենք կազմակերպեն, իրենք ներգրավեն քաղաքական համայնքները կազմակերպված են, մենակ որ իրենք պիտի ավելի ակտիվ լինեն, սա է խնդիրը։ Որն է պատճառը, որ ակտիվ չեն քաղաքական դաշտում։ Տեսեք, ես ինձ թվում է, որ քանի որ 85% եկել են Թուրքիայից, առաջի սերունդը հազիվ էր հայերեն խոսում, գերմաներեն բնավ չէր խոսում, ընդհանրապես թուրքերեն էին խոսում, նրանք ինչ իմանային, որ պիտի արդեն այդտեղ մնան, թեպետև նրանք Թուրքիայից հենց դրա համար էին դուրս եկել, մի բան լինի, որ Թուրքիայից փախնեն, դուրս գան, Թուրքիայում արդեն չապրեն։ Իսկ դրանից հետո, ինչպես որ երեք էլ պատմել եմ, ավելացել են Պարսկաստանից, Լիբանանից, Եգիպտոսից եւ այլ մերձավոր արևելքից ուսանողներ, որոնք ամուսնացան, մնացին այնտեղ։ Ու վերջերս էլ Հայաստանից եկածները, սրանք էլ ստերոբույթին դժվարություններ ունեն լեզվի, կեցության եւ այլն։ Այս ամենին զուգահեռ այսօր հայերի հոսքը դեպի Գերմանիա նվազել է, սակայն ոչ այն պատճառով, որ հայերի կողմից այս երկրի նկատմամբ հետաքրքրությունն է նվազել։ Խնդիրը կայանում է նրանում, որ Եվրոպայում ազգայնական տրամադրություններին աճին զուգահեռ, ինչպես եւ Եվրագոտու որոշ այլ պետություններ, Գերմանիան նույնպես խստացրել է իր տարածք մուտք գործելու գործընթացը եւ ընդհանրապես ողջ միգրացիոն քաղաքականությունը։ Ես շատ սա չէի կապել անպայման ազգային խնդիրների հետ, Եվրոմիությունը այդ իր Փարիզը տարե բարձրացնում է, դժվարացնում է, որ եթե իրապես մեկը քաղաքական խնդիր ունի եւ ուզում է ապաստան գտնի եվրոպական որևէ երկրում, դա էլ իր համար շատ դժվար է։ Նախկինում կարողանում էին շատ ավելի հեշտ գալ Գերմանիա կամ որևէ մի ուրիշ երկիր եւ ապաստանություն խնդրեին, այսօր այդքան խնդիրը դժվարացել է, որ օրինակ ասեմ, եթե մի օքի նախ եկել է Լեհաստան եւ Լեհաստանով պիտի մտնի Գերմանիա, իրեն ասում են դու արդեն երրորդ երկիր եղել ես, ինչու այնտեղ չես մնացել։ Եւ ով որ ասենք Լեհաստանից է մտել Գերմանիա, իրեն ըստ այդ պայմանագրի, որ Լեհաստանի հետ ունեն, հենց ուղարկում են վերադարձնում են նորեն Լեհաստան։ Խնդիրը շատ է դժվարացել։ Օրինակի համար մի քանի անգամ պատահել է, որ մինչև անգամ այդ պաշտոնյան բարձրացել է օդանավի մեջ եւ այդտեղ է անձնագրեր նայել, տեսնի ես ճամփորդները իրապես վիզա ունեն, օրինավոր ճանապարհով են մտնում Գերմանիա թե ոչ։ Ընդհանրապես Եվրոպա մտնելը արդեն դժվարացել է, շատ է դժվարացել։ Պարոն Քոչարյան, փաստ է, ինչպես նաև դուք նշեցիք, որ միլիոնավոր թուրքեր են ապրում նույն Գերմանիայում եւ արդեն նշեցիք, որ քաղաքական կուսակցություններում փորձում են նաև ղեկավար դիրքեր գրավել։ Դա խանգարում է հայ համայնքի գործունեությանը։ Դա կարելի է որպես մարտահրավեր համարել հայ համայնքին։
Այդպես ուղղակի չի ասել, որտեվ երբ այդ թրքական առաջին ասեմ, որ Գերմանիա եւ Թուրքիայի միջև այդ աշխատանքի առումով պայմանագիր կա, որ թուրքեր իրավունք ունեին գային։ Եվ հետո, երբ որ իրենք սկսեցին գալը, արդեն այդտեղ, ասենք, հայկական համայնքներ չկային, հայկական համայնքներ հետո ստեղծվեցին։ Բայց պիտի ասեմ, որ անշուշտ թուրքերի այդտեղ արկայությունը մեծ դեր ունի։ Օրինակ ասեմ, այս տարվա փետրվարից մինչև ապրիլի վերջը մենք ունեինք հակապատերազմական թանգարանում ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես եւ մի քանի հատ էլ իրեր, որը Արևմտյան Հայաստանից, ասենք, հրաշքով փրկվել էր եւ այլն։ Թուրքերը թրքական կազմակերպություններն ու միությունները բողոք բարձրացին, թե այսպիսի ցուցահանդեսներ դժվարացնում է թուրքերի ինտեգրացումը Գերմանիայում։ Իհարկե դա մնաք պատճառ։ Հետո մի քանի թերթերում էլ իրենք այդ ցուցահանդեսի տեմպողոքներ գրեցին։ Վերջին էլ Թուրքիայի Բերլինի գլխավոր հյուպատոսի տեղակալը Արի Բողոք եկավ։ Իրենց ամենօրյա, ասենք, արդեն մեզի ծանոթ բաներն էին, փաստերն էին, որ իրանք բերում էին, որ ոչ մի կապ էլ չուներ, ոչ ինտեգրացիայի հետ, ոչ ուրիշ բանի հետ, բայց ամեն առիթով, որ որևէ հայկական միջոցառում է տեղի ունենում, նրանք բողոքում են, նրանց թիվը շատ է, նրանք արտաքին գործոս նախարարությունը, դեսպանատունը, հյուպատոսարանները, որտեղ տարբեր քաղաքներ ունեն նաև հյուպատոսարան, ամեն առիթով նրանք միջամտում են, հաջողություն ունեցան, շատ լավ, հաջողություն չունեցան, բայց դա գերմանացիներին վախացնում է, այնպես որ մյուս անգամ, եթե հայկական որևէ միջոցառում պիտի տեղի ունենա, դրանք արդեն զգուշ են, թույլ տան, թե թույլ չտան։ Իսկ այլ շփումներ կա, առնչություններ կա հայերի եւ թուրքերի, հայ համայնքի, թուրք համայնքի կամ կազմակերպությունների կամ անհատների միջև։ Ինձի ծանոթ չեն, հայերը իրենք չեն ուզում, մանավանդ այդ մեծամասնությունը, որոնք իրենց ուսերին են պահում այդ համայնքների տնտեսական ծախսը եւ այլն, այսինքն Թուրքիայից եկած հայերը ընդհանրապես պոլիսից եւ նախկինի արևմտյան գավառներից, նրանք չեն ցանկանում թուրքերի հետ հարաբերություն ունենան ու լավ էլ անում են, իսկ ասենք մեր եւ մի երկու կազմակերպություններ անշուշտ ուզենք չուզենք այնպեսի միջոցառումներ կամ որ գնում հանդիպում ենք օրինակ համար հրանդինգի տարելիցին ամեն տարի միջոցառման ժամանակ ես խոսում եմ որպես հայ ոչ թե հայերի կողմից, այդպիսի որևէ կազմակերպություն չունենք, որ մեկը հայերի անունով գնախոսի, բայց ես որպես հայ գնում եմ իմ ինչ որ հայերը մտածում են կամ ես մտածում եմ այդտեղ այդ օրը ասում ենք կամ օրինակի համար կան կամիատ ուրիշ թրքական կազմակերպություն, որը կոչվում է կազմակերպություն դեմ ցեղասպանության, որի նախագահ Ալի Էրթեմն է եւ եղել Հայաստան եւ ծաղկեպսակ է դրել Եղեռնի զոհերի հիշատակին եւ այլն, դրանց հետ անշուշտ կապ ունենք։ Կան մի խումբ, ասենք, թուրքեր, Ելդա Օզչան օրինակի համար, որոնք արդեն Թուրքիայում ընդդիմադիրներ էին եւ Թուրքիայի կառավարությունը նրանց հալածում էր, փախել եկել են Գերմանիա։ Այս թուրքերը ամեն տարի ապրիլ 24-ին ներկա են գտնվում եւ նաեւ ելույթ են ունենում։ Այդպիսի հանդիպումներ կա, բայց ոչ պաշտոնական Թուրքիայի դեսպանատան կամ Թուրքիա մենք էլ չենք ուզում դա։ Բնականաբար, փաստորեն կարելի է ֆիքսել, որ գոյություն ունի նաեւ համագործակցություն անհատների եւ կազմակերպությունների մասին, երկխոսություն հայ-թուրքական, այսպես ասած։ Մեր երկխոսությունը այդ իմաստով չէ, որ հիմա եթե ուզում եք մյուս երկխոսության մեջ մասին էլ կպատմեմ, մեր երկխոսությունը այդ չէ, որ արդյոք ցեղասպանություն եղել է թե չի եղել։ Մերը սա է, որ 100%-ով եղել է ու վերջ։ Իրենք գալիս են Թուրքիայի դեմ բողոքելու։
Իսկ մի ուրիշ երկխոսություն կա, օրինակ համար աս վերջերս Եվրոմիության, Գերմանիայի եւ նաեւ հենց Թուրքիայի պետության միջոցով իբր թե երկխոսություն ժողովուրդների մեջ, որը ես դա շատ գտնում եմ օրինակի համար վտանգավոր, որտեղ դա երկխոսություն չէ, ինչպես կարելի է օրինակի համար մի հատ եղելության մասին երկխոսել, օրինակի համար մենք ասենք ցեղասպանություն եղել է, նրանք ասեն գիտեք չէ ցեղասպանություն չեղել է, հետո վերջան արտունքի ասնենք, որ դե լավ, մի կես ցեղասպանություն եղել է։ Կամ օրինակի համար այդ Հայաստանի, Թուրքիայի այդ արձանագրությունների մեջ որևէ տեղ կար, որ պատմության հանձնաժողով էլ պիտի ընտրվի, որպեսզի դրանք երկխոսեն, որը ես դա էլ շատ վտանգավոր եմ գտնում, որտեղ այդ երկխոսությունը թե ցեղասպանություն եղել է, թե չի եղել, կարող է տարիներ տևի, եւ վերջը ասպիսի կլինի։ Եթե ես համաձայնվեմ ձեզ այդ առաջին մասով, բնավ պետք չէ երկխոսել ցեղասպանություն եղել է, թե չէ, սակայն մյուս կողմից նույն արձանագրությունները նման կետ չէին պարունակում եւ դա բազմիցս է բացատրվել, որ դա երկխոսում է երկու երկրների, երկու պետությունների ժողովուրդների միջև, այլ բնականաբար չի քննարկվելու հայոց ցեղասպանության եղելության փաստը, սրա մասին չէ խոսքը։ Ոչ, ես կարծում եմ մի անգամ էլ պետք է այդ արձանագրության կետերը նայել, կար մի հատ կետ, որը թուրքերը միշտ հիմա այդ կետերը հայերը տարբեր էին հասկանում, թուրքերը տարբեր, նրանք պատրաստվում էին, որ այդ պատմության հանձնաժողովին իրենք մասնակցեին եւ իրենց կարծիքը ասեին, օրինակի համար Լեպսիոսի տան ասենք իրենց քաղաքական ղեկավարը Գոլցը, դոկտոր Գոլցը ինքը անցյալ տարվա ծրագրի մեջ, տարեկան ծրագրի մեջ պարզը ասում է մենք Գերմանիայի կառավարության հրահանգով եւ Թուրքիայի պետության հրավիրով ուզում ենք պատմության հանձնաժողովին մասնակցենք եւ բերենք մեր բաժինը, դա պարզ ասում է արդեն այդ բանը եւ մյուսները արդեն պատրաստվում էին դրան։ Հիմա տեսեք այդ ինչ կլինի։ Տարիներ այդ հարցը կծկծկվի եւ վերջին արտունքի գասնեն, որ դե լավ, այսքան տարի խոսել ենք ու երկխոսում ենք, արդեն 100 տարի առաջ էլ ցեղասպանություն եղել, դուք եք հայ սպանել, մենք ենք թուրք սպանել, դե լավ, հիմա վերջը բան, մենք ավելի ուժեղ ենք, մենք ավելի շատ սպանեցինք, դե ներողություն հարցը այդպիսով ուզում են փակեն, որ մենք դա չենք ուզում, ցեղասպանություն եղել է եւ դրա մասին երկխոսության որևէ պետք չկար։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, ժամանակը մեր շատ սուղ է, սակայն ես կցանկանամ անդրադառնանք եւս մի կարևոր հարցի։ Բերլինի ազատ համալսարանում, Ֆրայ համալսարանում հենց Հնդ Եվրոպա գիտության բաժնում գործում է նաեւ հայկական բաժինը, որի ղեկավարն եք դուք։ Այսօր փաստորեն այն կանգնել նորից փակվելու վտանգի առաջ։ Մի փոքր անդրադարձ դրան։ Փակվելու վտանգի առաջ արդեն վաղուց է կանգնած, դա անգամներ այստեղ Հայաստանում հնչեցրել եմ ես, շատ ափսոսում եմ, որտեղ Բերլինի պես էլիտար համալսարան, ափսոս է, մանավանդ մայրաքաղաքում ափսոս է, որ հայերը այդտեղ որևէ տեղ չունենան, կարևոր նա է, որ որևէ հայկական հաստատություն, նախարարություն, գիտության կրթության նախարարություն, ակադեմիական համալսարան, դա երաշխավոր էր, դժբախտաբար իմ ջանքերը որևէ տեղ չհասավ, Սփյուռքի նախարարությունը 1.5 տարի իզուր պահելուց հետո գործը ուղարկել էր կրթության եւ գիտության նախարարություն, նրանք էլ գտնում են, որ Բերլինում պետք չի այդպիսի համալսարան լինելը, ես գտնում եմ, որ դա շատ կարևոր է, այդպիսի Գերմանիայի պես մի հատ երկրում եւ Բերլինի համալսարանի կարևոր համալսարանում, եթե հայերը ունենային որևէ տեղ, նայեք տեսեք, ադրբեջանցիները ամեն ջանք խնայում են խցկվեն այդ համալսարանը, մինչև իրեն չի հաջողվել։ Հիմա տեսեք ապակայում ինչ կլինի։ Երբ մենք այդտեղ չենք, նրանք լինելու են այդտեղ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, գրքեր եւ այլն, տեսեք, մի հատ կարևոր դիրք կորցնում ենք։ Սա է ամբողջ դժբախտության պատճառը։ Պարոն Քոչարյան, ես ճիշտ եմ հասկանում, միայն այստեղ գումարի խնդիրն է, որպեսզի կարողանանք այդ ամբիոն, այդ բաժինը պահպանել։ Ոչ, մենակ գումարի խնդիրը չէր, գումարը միցև կգտնեինք, այստեղ կամ չկար։ Եթե կամ կլինի գումարը
առաջարկենք եւ լինի այսօր ինչ պետք է անել քայլերը որպեսզի Ես կարծում եմ ուշացել են պետք է որ Սփյուռքի նախարարությունից կամ գիտության կրթության կամ ակադեմիայից կամ համալսարանից մեկը գնա նորեն ռեկտորին ու պրոռեկտորին համոզի այդ բանի համար որը ես կարծում եմ որ արդեն ուշացել է Շնորհակալություն պարոն Քոչարյան, որքան էլ դուք ասեք ուշացած է, համենայն դեպս լավ է ուշ, քան երբեք այնպես, որ կարելի է արդեն քայլեր ձեռնարկել։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում հյուրընկալել են Գերմանիայի Ազատ համալսարանի հայկական բաժնի ղեկավար դոկտոր Ժիրայր Քոչարյանին։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը։ Թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 376-ով, եվրոն 514-ով, օդի ջերմաստիճանն այժմ +10 է։ Մինչ հանդիպում։ Արմ ռադիոյի եթերում ԱՊՀ եւ արտերկրի նորություններն են։ Այսօր եթերում ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծումը չի հակասում ԱՀԿ-ի նորմերին։ ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանին հետևել ՀՊՀ փորձարկումներին։ FIFA-ն գնելու է պայմանավորված խաղերի մասին տեղեկությունները։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծումը չի հակասում ԱՀԿ նորմերին։ Այս մասին է հայտարարել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը համադաշնության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում։ Ազատ առևտրի գոտու ստեղծումը չի հակասում առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին, առավել ևս, որ մի քանի երկիր, որոնք ստորագրել են այսօրվա պայմանագիրը, արդեն իսկ հանդիսանում են ԱՀԿ-ին անդամակից պետություններ, ասաց Պուտինը։ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելարուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան ու Թաջիկստանը։ Պայմանագիրը ենթադրում է երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների իրավական հիմքերի պարզեցում, ինչպես նաև մի շարք բազմակողմանի փաստաթղթերի փոխարինում։ ԱՄՆ Ռուսաստանին առաջարկել է հետևել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումներին, հավաստիանալու համար, որ դրա ծավալումը վտանգ չի ներկայացնում։ ՀՊՀ հարցերով գործակալության ղեկավար Պատրիկ Օրեյլին հայտարարեց, որ հրթիռ կործանիչների համակարգում ներառված տվյալները Ռուսաստանը կարող է ստանալ սեփական ռադարների օգնությամբ։ Նա ընդգծեց, որ SM-3 տիպի հրթիռները փոքր են ու տեխնիկապես չեն կարող կիրառվել Ռուսաստանի տարածքից թողարկվող ռազմավարական հրթիռները կործանելու համար։ Համաձայն ԱՄՆ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման ՀՊՀ համակարգը ապահովելու է դաշինքի երկրների պաշտպանությունը Իրանից ու Հյուսիսային Կորեայից։ Ռուսաստանն իր հերթին համակարգի ծավալումը ազգային անվտանգության սպառնալիք է համարում։ Իտալիայում ոստիկանները զանգվածային բողոքներ են կազմակերպել, ողջ երկրով մեկ իրավակարգի աշխատակիցները փողոց են դուրս եկել, որպեսզի ուշադրություն գրավեն սեփական աղետալի վիճակի նկատմամբ։ Կրճատվել են ոստիկանության աշխատավարձերն ու աշխատատեղերը։ Իրավակարգի անբավարար ֆինանսավորման պատճառով խնդիր է դարձել նույնիսկ բենզինը ոստիկանական մեքենաների համար։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, թե ինչ կարգի ու անվտանգության մասին այստեղ կարելի է խոսել։ Նախորդին ողջ Եվրոպայով մեկ բողոքի զանգվածային ակցիաներ տարածվեցին։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռիփ Փերին կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ՄԱԿ-ի ֆինանսավորումն ու միջոցների հատկացումը այլ երկրներին օգնելու համար։ Փերիին համամիտ է մեկ այլ թեկնածու, համակուսակցական Ռոն Փոլը, որը համարում է, որ ամենահեշտ բանն է չեղյալ հայտարարել ողջ օգնությունը արտասահմանյան երկրներին։ Փոլը նաև հավելեց, որ այդ փողերը վերցվում են այս երկրի աղքատներից ու տրվում են այլ աղքատ երկրների հարուստ մարդկանց, որոնք էլ հետո այդ փողերը պատերազմի գործիքի են վերածում։ Բայկոնուր տիեզերակայանում այսօր նախատեսված է Պրոտոն M հրթիռակրիչի թողարկումը, որը կրելու է Viasat-1 ամերիկյան արբանյակը։ Այս մասին են հաղորդում Խրունիչևի անվան գիտահետազոտական տիեզերական պետական կենտրոնում։ Սա Պրոտոն հրթիռի ընթացիկ տարվա մեջ 6-րդ թողարկումն է։ Viasat-41-ը աշխարհի ամենահզոր արբանյակն է, որը կառուցվել է ամերիկյան նույնանուն հեռահաղորդակցության ընկերության համար։ Առաջիկա տասնամյակի ընթացքում նոր սարքը կարող է բավարարել ինտերնետի լայնաշերտ հասանելիության աճող պահանջարկը։ Ամերիկյան ու ճապոնական տիեզերական գործակալությունները համատեղ հրապարակել են երկիր մոլորակի այսօրվա դրությամբ ամենաճշգրիտ տեղագրական քարտեզը։ Այս մասին է հաղորդում ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը։ Նույն քարտեզի առաջին տարբերակը հրապարակվել էր 2009-ի հունիսին։ Նոր տարբերակում ավելացել էին այն տվյալները, որոնք ստացվել են 260,000 ստերեոպատկերի վերլուծությունից հետո։ Դրանք լուսանկարել էր Տեռա արբանյակը։ Արդյունքում զգալիորեն մեծացել է քարտեզի ճշգրտությունը։ Քարտեզը ազատ հասանելիության համար ինտերնետում է տեղադրվել։ Սարքի օգնությամբ նաև դիտարկում է իրականացվում երկրում կատարվող բազմաթիվ գործընթացների շուրջ։
ԱՄՆ-ից 2011 թվականին անլեգալ միգրանտների ռեկորդային բարձր թիվ, մոտ 400,000 մարդ է արտաքսվել։ Այս մասին է հաղորդել Իմիգրացիոն մաքսային հետազոտությունների ծառայության պետ Ջոն Մորթոնը։ 2010 ֆինանսական տարում այդպիսի անձանց թիվը գրանցվել էր 393,000 շրջանակում։ Անցյալ տարվա փետրվարին ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ երկրում գրեթե 11 միլիոն անլեգալ միգրանտ կա։ Ամենից շատ անլեգալները լատինաամերիկացիների թվում են։ Բրիտանական Օմեգա աճուրդի տունը նոյեմբերի 5-ին վաճառքի է հանելու Beatles խմբի լեգենդար անդամ Ջոն Լենոնի ատամը։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի նվազագույնը 10,000 ֆունտ ստերլինգով։ Լենոնն իր ատամը հանձնել էր սպասուհուն Դոտ Ջարլեթին, որն աշխատում էր իր տանը 1960-ականների վերջում ու խնդրել էր ատամը նվիրել դստերը, որպես հուշանվեր։ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան կոռուպցիոն սկանդալներից ձերբազատվելու համար աննախադեպ միջոցներ է կիրառում պայմանավորված խաղերի դեմ պայքարում։ Այժմ դրանց մասին ինֆորմացիան FIFA-ն գնելու է։ Բացի այդ, FIFA-ի անվտանգության ծառայության ղեկավար Քրիսի Թոնը հայտարարել է, որ պատրաստ է համաներում կիրառել նրանց նկատմամբ, ով կամավոր կպատմի այդ խաղերին իր մասնակցության մասին։ Այս տարվա ընթացքում պայմանավորված խաղերի կապակցությամբ մի քանի աղմկահարույց սկանդալ էր ծավալվել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Մինչ հանդիպում։